պայքարի առաջնորդող ուժը։ Պարոն դուք ավելացնելու։ Առանձնապես ոչ իման լրիվ համաձայն եմ պարոն Ղազարյանի ասածների հետ։ Նիկոլ Փաշինյանը առաջի օրից 2018 թվականին իշխանության գալուց իր թիրախում է ունեցել հայ առաքելական Սուրբ եկեղեցին, դա ոչ մեկի համար գաղտնիք չի, դա ոչ մեկի համար նորություն չի, եւ այդ արշավը շարունակվում է։ Իմ կարծիքով սա նաեւ լավ հնարավորություն է արագ համախմբվելու եկեղեցի օրհնությամբ, հայրապետի օրհնությամբ համախմբվելու եւ այս impeachment-ի գործընթացը, որի միակ այսպես խոչընդոտ է այս պահի դրությամբ ընդդիմության կողմից տեխնացուի բացակայությունն է եւ այս պահին տեխնացուի շուրջ բանակցություններ են ընթանում, այսինքն այս պահին չկա տեխնացու։ Այդ բանակցությունները դրական կառուցողական հուն կարող են մտնել, եթե եկեղեցական բարձրաստիճան եկեղեցական ինքս առաջարկել եմ Արշակ Սրբազանի տեխնացունա, անկեղծ իր հետ չխորհրդակցելով ուղղակի իմ